պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով է։ Պետական մարմինների ներկայացուցիչների 3 ժամանոց համաժողով, թե նախընտրական հանրահավաք է մարզահամերգային համալիրում կազմակերպել Նիկոլ Փաշինյանը։ Այնուամենայնիվ, մարդաշատ է համալիրի բակը վաղ առավոտյան, ներս են շտապում փոխկապավոր պաշտոնյաներ, պետական գերատեսչությունների աշխատակիցներ, դպրոցականներ, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ։ Նախը լսելու ենք, երկրորդն էլ Որտեղից եք դուք։ Սիսյանից։ Սիսյանից որ մարմնում եք աշխատում։ Ես դպրոցի տնօրեն եմ։ Ինչ համաժողով է, որ առավոտյան Երևան է բերել մարդկանց անգամ Սիսյանից։ Տեսախցիկից այն կողմ Երևանի դպրոցներից մեկի աշակերտն ասում է, որ իրենց հորդորել են նախապես հարց մտածել վարչապետին ուղղելու համար։ Դե երևի ինչ-որ մեզ զոխացերն ենք տալու, նրան պատասխանելու են, եթե ընտրել են այն մարդկանց պատկիկան, ուրեմն ընթացքով պատերի էր։ Պետական ծառայողների համաժողով է, պետք է երկրի վարչապետը ելույթ ունենա եւ պանելային հանդիպում պետք է լինի, որտեղ որ ելույթ կունենան պանելային հանդիպմանը երկրի նախագահ, 2 փոխվարչապետերը, արդարադատության նախարարը, էկոնոմիկայի նախարարը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, կեղծ են լուրերը, թե պետական ծառայողներին պարտադրել են մեկ մարդու նման ներկայանալ համաժողովին։ Իրենց կառույցից ընդամենը 50 մարդ է եկել։ Մենք 120 հոգանոց ընկերություն ենք, կազմակերպություն ենք ավելի շուտ, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, այսօր ստեղ ներկայ է ընդամենը 50 հոգի մարդ, հետևաբար ձեր հարցի պատասխանը այդ թվերի մեջ փնտրեք։ 50 հոգանոց պարտադրանք չի լինում 120 հոգու մեջ։ Պարտադրանք չկա, կա հրավիրատոմս փակ համաժողովին մասնակցելու համար։ Ազգային ժողովի ԿՊԱ-ական պատգամավոր Վահե Ղալումյանն ասում է, սա այսպիսի առաջին համաժողովը չէ ու ներս է շտապում։ Առաջի հավաքչին մի մարդ նմանացելն է դրանից եմ լսում։ Համաժողովի է շտապում նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, որ խուսափում է հարցերին պատասխանել, վրդովվում է Տիգրանաշեն Արծվաշեն բառերը լսելիս։ Տիգրանաշենը եթե Արծվաշենի հետ Հայաստանի ինքնիշխանությանը։ Բայց ժամանակին ասում եք չի կարող նման բան լինել Տիգրանաշենի հիմա ինչ Գործիքների Արեո մի խոսեք։ Ինչ։ Դրսի սառը տրամադրությունը ներս չի գնում, բեմում Իվետ Ամուկучյանն է։ Նիկոլ Փաշինյանը։ Մոտ 1 ժամ խոսում է Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանի նոր սահմանադրության անհրաժեշտության, պետության լեգիտիմության, ներքին ու արտաքին անվտանգության ճգնաժամային շրջանների դրանք հաղթահարելու մասին։ Երկրում սոցիալական, տնտեսական եւ այլ խնդիրների լուծումը կապված է պետական մարմինների եւ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության հետ։ Իսկ ինչու է ընտրությունների շեմին Փաշինյանը որոշել համալիր լցնել պետական մարմինների աշխատակիցներով, քանի որ ըստ նրա Հայաստանը հիմա ապրում է իր վերջին 500-ամյա պատմության ամենահեռանկարային շրջանը։ Այսօր մենք ոչ միայն հաղթահարել ենք ճգնաժամը, այլև ինքներս մեզ եւ մեր պետությունը դուրս ենք բերել փակուղուց, նրա առաջ անկախության, ինքնիշխանության, անվտանգության ու բարեկեցության աննախադեպ հեռանկարներ բացելով։ Հայաստանը ներկայումս ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային շրջանը։ Առաջիկա 500 տարում Հայաստանի Հանրապետության լինելիությունը ապահովելը իրատեսական եւ կիրառական է, քան երբևէ։ Եվ նորից երաժշտական դադար։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։